Ինչ է նզովքը։ Նզովք թարգմանվում է բաժանում, եւ այն մարդը, ով իրեն մեղքերով բաժանում է Աստծուց եւ այլևս չի զղջում, ըստ գրքերի բոլոր խոսքերի նզովված է։ Բայց տխմարները չեն լսել եւ չգիտեն, որ Աստված ասաց. «Ձեր մեղքերն են պատնեշ դարձել իմ եւ ձեր միջև»։ Եվ Մարգարեն ասում է. «Անիծյալ են նրանք, ովքեր խոտորվեցին քո պատվիրաններից»։ Մովսեսը, ինչպես գրված է երկրորդ օրենքում, ասում է, թե եթե մնանք Աստծո պատվիրանների եւ օրենքների մեջ, օրհնյալ կլինենք Աստծուց եւ հրեշտակներից երկնքում, երկրում եւ անդաստաններում։ Եվ դարձյալ ասվում է. եթե չպահեք Աստծո օրենքն ու պատվիրանները, անիծյալ լինեք ձեր տանը, նրանից դուրս եւ ճանապարհին։ Թող անիծյալ լինեն քո հացն ու ջուրը, որ խմում ես, եւ թափառական լինես ու չկարողանաս կանգուն մնալ։ Մովսեսը հրամայեց հավաքել ամբողջ ժողովրդին եւ նրանց կարդալ օրհնությունն ու անեծքը, եւ ամբողջ ժողովուրդը օրհնությունից եւ անեծքից հետո ասում էր ամեն։ Ահա Սուրբ Գրիգորի եւ այլ Սուրբ հայրապետների հաստատուն հրամանն է սա, որ տաղավար տոներին նզովվեն հերձվածողները, այսինքն նույն աղանդավորները, հայհոյողները, խռովարարները, կախարդները եւ այլ անդարձ մեղավորները, ինչպես նաեւ նրանք, ովքեր սոդոմացիների եւ քանանացիների գործակիցն են։ Իսկ բարեգործները փոխանակ անեծքի եւ նզովքի հոգեվոր օրհնություն եւ շնորհներ են ընդունում Աստծուց, որովհետեւ ողորմած ամենաբարի եւ մարդասեր Աստված այս աշխարհը եղականներին տվեց, որպեսզի իրենց հեծեծանքների մեջ հայհոյություն ու մեղք չլինի, որպեսզի ատեն ստախոսին ու գողին, չարակամին եւ ուրիշի անկողին ապականողին։ Այդ էլ մեզ որպես օրինակ հերիք չէ։ Արդ ով օրենքով շուտ է սրբվում իր մեղքերից եւ իր չար սովորություններից, Աստված նրա նախկին մեղքերն է թողություն տալիս։ Իսկ ով անհավատության եւ անզղջության մեջ ամուր է մնում, նրա ոչ հոգուն է թողություն լինում, ոչ մարմնին առողջություն եւ ոչ էլ ունեցվածքին ապահովություն։ Ահա ես Վարդան վարդապետս քրիստոնյաների ծառան տկար մարմնով Սուրբ Գրիգորի միջնորդությամբ գրեցի Աստծո այս հրամաններն ու պատվիրանները, որոնց մասին Աստված խոսեց Մովսեսի հետ Սինա լեռան վրա, եւ ուղարկում ենք Աստծո բոլոր հավատացյալ ծառաներիդ։ Ով հավատա եւ ընդունի, նրա մեղքերն Աստծուց կներվեն, իսկ ով չհավատա, չթողնի իր չար սովորությունները եւ չորանա սատանային, իր մեղքն ինքը գիտի։ Աստծո դատաստանն ու Սուրբ Գրիգորը մենք անպարտ ենք նրա արյունից։ Մարդասեր Քրիստոսին փառք հավիտյանս ամեն։ Երանելի եւ սրբակենցաղ Վարդան վարդապետ Այգեկցի։ Ահա մենք ընթերցեցինք այս խոսքերը, այս խրատը, այս քարոզը եւ շատերը համոզված եմ զարմացած եք, որովհետև շատերը տեղյակ չեք այն ամենից, ինչի մասին կարդացի։ Բայց ինչպես գրել էր, տաղավար տոներին պիտի նզովվեն հերձվածողները, անդարձ մեղավորները եւ այլն եւ այլն։ Որովհետև մարդիկ այն փափուկ լեզուն, որով քարոզվում է, հաճախ չեն հասկանում։ Որովհետև շատերը արհամարում են եւ ծաղրում են աստվածային պատվիրանները։ Եվ նրանք, ովքեր այդպես անդարձ ճանապարհի վրա են մնում, նրանք, ովքեր մեղքը սիրում են, նրանք, ովքեր սիրում են աղանդավորությունը եւ չեն ուզում հրաժարվել իրենց աղանդավորությունից, հերձվածողությունից, նրանք, ովքեր չեն ուզում հրաժարվել պոռնկությունից, շնությունից, նրանք, ովքեր չեն ուզում հրաժարվել իրենց ցոփ ու շվայտ կյանքից, անառակ կյանքից, ի վերջո նզովվում են, որովհետև Սուրբ Գիրքն է այդպես պատվիրում։ Որովհետև Սուրբ Գրքում է գրված, որ ահա ձեր առջև եմ դնում օրհնություններն ու անեծքները, եթե պահեք Աստծո պատվիրանները, եթե հեռանաք ձեր չար ճանապարհներից, ուրեմն օրհնություն կստանաք, իսկ եթե ոչ, ուրեմն անեծք։ Իհարկե սա չի վերաբերվում, երբ որ մարդը կարող է սայթաքել եւ հետո ապաշխարել։ Սա դրա մասին չէ։ Երբ որ մարդը իր տկարության պատճառով կարող է ընկնել մեղքի մեջ, սա ընդհանրապես դրա մասին չէ։ Հարկավոր է ճիշտ հասկանալ։
Սա անզեղջ մեղավորության մասին է, երբ որ մարդը ընդհանրապես ցանկություն չունի ապաշխարելու, երբ որ մարդը չի ուզում ուղղվել, երբ որ մարդը չի ուզում հրաժարվել իր հիմարություններից եւ ընդհակառակը հաստատվում է դրա մեջ, դեռ մի բան էլ հայհոյում է Աստծո պատվիրանները, դեռ մի բան էլ կասկածում է եկեղեցու ամեն ինչի վրա, խորհուրդների վրա, սրբության վրա, իր համար աղանդներ է գտնում, իր համար ինչ որ չարիքներ է գտնում եւ հարատևում է այդ չարիքների մեջ։ Խոսքը սրա մասին է։ Այնպես որ սիրելիներ, իմացեք ինչ է նշանակում նզովք եւ ինչու է ընդհանրապես եկեղեցին նզովում։ Ընդ որում Սուրբ Գրքում տարբեր տեսակի նզովքներ կան։ Օրինակի համար Սուրբ Պողոս առաքյալը Կորինթացիներին ուղղված իր առաջին նամակում ասում է, եթե մեկը չի սիրում Տեր Հիսուս Քրիստոսին, թող նզովյալ լինի։ Այսինքն բաժանվի եկեղեցուց։ Իսկ Գաղատացիներին ուղղված թղթի առաջին գլխում գրում է. բայց եթե նույնիսկ մենք կամ երկնքից մի հրեշտակ ձեզ ավետարանի ոչ այնինչ ձեզ ավետարանեցինք, նզովյալ լինի։ Այսինքն նզովքը ինքն իրենից գալիս է նաև հենց Սուրբ Գրքից։ Եվ շատերը ասում են փոխանակորժն եք, նզովում եք, այսինքն առաքյալներին եք ասում նույն բանը։ Եթե առաքյալները նզովել են այս կամ այն մարդկանց կամ այս կամ այն բանի համար, ուրեմն եկեղեցին էլ այդ իրավունքը ունի եւ իհարկե ինչպես Տերն է ասում, թե ինչ որ կապեք երկրի վրա, կապված կլինի երկնքում եւ ինչ որ արձակեք երկրի վրա, արձակված կլինի երկնքում։ Այդպես է ասում Տերը առաքյալներին, իսկ առաքյալները այդ իշխանությունը փոխանցեցին իրենց հաջորդներին, հաջորդներն իրենց հաջորդներին, այսինքն Սուրբ Հայրերի տրված իշխանությամբ, որը փոխանցվում էր սերնդեսերունդ, եկեղեցու հոգևորականները ունեն կապելու եւ արձակելու այդ իշխանությունը։ Եվ Հովհաննեսի ավետարանում կարդում ենք. եթե մեկի մեղքերը ներեք, նրանց ներված կլինի, եթե մեկի մեղքերը չներեք, ներված չի լինի։ Այսինքն նույն իշխանությունը տրվեց առաքյալներին, առաքյալները ձեռնադրությամբ տվեցին այդ իշխանությունը հոգևորականներին, եկեղեցու, եպիսկոպոսներին, քահանաներին, եւ այդպես արդեն եկեղեցու մեջ նվիրապետական կարգը ձևավորվեց։ Արդեն եկեղեցու հոգևորականները ձեռնադրությամբ միմյանց փոխանցում էին այդ իշխանությունը, որն ունեն այսօրվա հոգևորականները, անկախ նրանից, թե ինչպիսի վարք ունեն կամ չունեն, միևնույն է, հոտի օգտի համար, միևնույն է իրենց օծմամբ ունեն այդ իշխանությունը, որքան էլ ոմանց համար հոգևորականները անարժան թվան կամ ոմանց համար արժանի թվան, միևնույն է հոգևորականը ունի այդ իշխանությունը։ Եվ դրա համար բոլոր նրանք, ովքեր թափառում են աղանդների մեջ, ովքեր գնում են այստեղ այնտեղ կախարդների մոտ, գուշակների մոտ, յոգերի մոտ, սրանք պիտի հասկանան, որ անգամ եթե քահանաները հիմա նույնիսկ տաղավար տոներին կամ եպիսկոպոսը կլինի նզովքը չի կարդում, շուտ կարդացվել է եւ այդ նզովքը կարող է լինել նաեւ նրանց վրա, ովքեր այս ամենի մեջ են։ Ապաշխարենք, հեռանանք մեր չար ճանապարհներից եւ իհարկե վերադառնանք Մայր եկեղեցի։ Բայց ոչ թե մեր պայմաններով, այլ այն պայմանով, որ ենթարկվենք մեր մորը, դաստիարակվենք մոր դաստիարակությամբ, ընդունենք եկեղեցու վարդապետությունը, ընդունենք եկեղեցու դավանությունը եւ հնազանդվենք եկեղեցու ամեն ինչին։ Այս դեպքում արդեն մենք եկեղեցու մեջ կլինենք եւ օրհնություններ կստանանք։ Իսկ եթե թափառենք աղանդների մեջ, հերձվածողների մոտ, կախարդների, հեթանոսների, յոգերի եւ մնացած գուշակ աստղագուշակների մոտ, ապա իհարկե կարող ենք նաեւ նզովքի տակ լինել։